Հավի ձուն կշռում է մոտ 65 գրամ։ Չինաստանում մի հավ կա, որը ածում է 250 գրամանոց, մոտապես այսքան ձուն, որի մեջ կա 2 դեղնուց և 1 ամբողջական ձու։ Պատկերացնում եք տիրոջ ուրախությունը։ Բարի օր, շարունակում ենք ամանորի սեղանի համար առաջարկել ձեզ տոնական կերակուրներ։ Օրինակ, ես չեմ պատկերացնում ամանորի սեղանը առանց հնդկահավի։ Գոնե պետք է շատ մեծ հավ լինի, այսպես կարմիր, կարմրաթուր և շատ համեղ։ Այսօր առաջարկելու եմ պատրաստել մեծ հավ։ Ինչով է այս բաղադրատոմսը հմայիչ, որ հավին հարկավոր չի երկար ժամանակով մարինացնել, ընդհանրապես պետք չի մարինացնել, բայց արդյունքը նույնը ստանալու ենք համեմված և հյութալի հավ։ Սկսենք համեմունքներից։ Վերցնում ենք 2 աման, մեկի մեջ պատրաստելու ենք կաշվի տակը համեմելու համար համեմունք, իսկ մյուսի մեջ կպատրաստենք որովայնի համար հատուկ համեմունք։ Վերցնում ենք քարի, ուրց, ցիտրոն, այս տարբերակում կարծում եմ ցողունները պարտադիր չի հանել։ Կարմիր կծու պղպեղ ենք վերցնում, կարմիր քաղցր պղպեղ, աղ, բահար, սխտոր, փոքրիկ բջեղներ վերցնենք, մոտ 6 բջեղ, այն ճզմում ենք և մանրացնում։ Այս ընթացքում կարելի է հալեցնել կարագ, կարագ, տնական հյուղ, շատ քիչ ենք հալեցնել, և ձիթայուղ, ձիթայուղ անմիջապես կարելի է համեմունքների վրա լցնել։ Սա վրայից համեմելու համար է։ Լավ խառնում ենք։ Եվ դրեցինք մի կողմ։ Իսկ հիմա խոռոչի համար։ Երեք սոխ։ Կտրում ենք 3 սոխ, ամեն սոխը բաժանում ենք 4 մասի։
մեկ փոքր կիտրոն, կվերցնենք կիտրոնի կեսը։ Սա էլ բաժանում ենք 4 մասի։ Եվ սխտոր մեկ մեծ բջեղ։ Հավանում ենք սա աղով, սև կծու պղպեղով, բահար, թեյի գթալի ծայրով, կարմիր քաղցր պղպեղ, և կարծում եմ վերջ։ Լավ տրորում ենք սա։ Սա էլ թողեցինք հանգիստ։ Այս հավը պատրաստելու իմ սիրելի յուրահատկությունը։ Վերցնում ենք տապակ, որի մեջ դնելու ենք նրան։ Վերցնում ենք պտղատու ծառի ճյուղեր։ Ես վերցրել եմ բալի ճյուղեր։ Այնպես են կտրում, որ տեղավորվի տապակի մեջ։ Երեքը արդեն կարող է տեղավորվել, իսկ մեկը հավասարացնենք։ Լավ, լվանում ենք։ Հենց այսպես թաց և ջեռոցի տապակը և փայտերը շարում ենք։ Սա անում ենք նրա համար, որ տապակից վեր կանգնի հավը, չկպնի տապակին։ Կարելի էր շատ քիչ նաև ջուր լցնել, շատ քիչ, կարծում եմ պետք է։ Այնքան, որ հավին չկպնի։ Լավ է։ Իսկ հիմա զբաղվենք հավով։ Մեզ հարկավոր է թել, բամբակեթել։ Սրանով կապ կպելու ենք ոտքերը, բայց նախքան կապ կպելը սկսենք մարինացնելու պրոցեսը։ Վերցնում ենք հավիկին, վիզը ամբողջությամբ չհեռացնենք։ Այսպես դնեմ, որ լավ երևա։ Տեսեք կաշին ետ ենք քաշում։ Եթե չի գնում, կարելի է կտրել։ Ինձ հարկավոր կլինի նաև կացին։ Եվ խորքից վիզը հեռացնում։ Աշխատեք այնպես անել, որ կաշին չվնասեք։ Վերջ։ Վիզը այսպես հավաքում ենք, որ հյութերը այստեղից դուրս չգան։ Կաշին հավաքեցինք և վերջ։ Սկսենք խոռոչից։ Բացում ենք խոռոչը, հարկավոր է հեռացնել ինչ-որ կա չկա, լավ լվանալ հավիկը, չորացնել, այդ ամենը մենք արդեն արել ենք։ Եվ լցնում ենք համեմված սոխը և կիտրոնը։ Սա ինչու ենք անում։ Սոխը
հյութը դուրս կգցի եւ մեջի մասից հավը բավականին հյութալիք ստացվի։ Եվ ավելորդ համերը իր վրա կվերցնի սոխը։ Հետո կարող ենք այն ուտել, կարող ենք չուտել, դա արդեն ըստ նախասիրության։ Վերջ, կարելի համարել ներսից համենված։ Իսկ հիմա վրայից տեսեք ինչ ենք անում։ Վերցնում ենք գդալը և մտցնում ենք կաշվի տակ։ Կաշին մսից հեռացնում ենք։ Կաշին հեռացնելուց հետո, այսպես ձեռքով վերցնում ենք համեմունքը, պետք է մի փոքր սառած լինի, տեսեք յուղը, համենված յուղը։ Յուղերից վերցրել ենք կարագ, հալեցրած յուղ և ձիթայուղ և մտցնում կաշվի տակ։ Սկսում ենք վրայից այսպես տարածել, հեշտ։ Տեսեք, այսպես մատներով, նաև բդիկի մասերն ենք մտցնում կաշվի տակ։ Այն բավականին հեշտ է ասեմ։ Հետո սկսում ենք մերսել։ Մնացած համեմունքը սկսում ենք վրայից։ Բոլոր կողմերից սկսում ենք։ Վերջ։ Հիմա հարկավոր է թևերը ծալել։ Այսպես։ Ծալում ենք, որպեսզի հետո շրջենք, ծայրերը չվառվի։ Հետո հարմար է հավինի, տեսակ sense մեջքի վրա, ձեռքերը գլխի հետևը դրած։ Վերջ, հիմա հարկավոր է լվացվել։ Ոտքերը կապենք նոր։ Չնայած որ լվացվենք, ավելի հեշտ կկապենք։ Դնում ենք փայտերի վրա, հարմար։ Եվ ոտքերը իջեցնում ենք, որ չայրվի։ Եվ այսպես ռոզմարինը դնում ենք դոշի մասին։ Դոշի։ Հիմա լվացվենք և կշարունակենք։ Անմիջապես միացնում ենք ջեռոցը։ Իմ ջեռոցը շատ հետաքրքիր ծրագիր ունի, որը թույլ է տալիս հասկանալ, որ մթերքը, որքան ժամանակ և ինչ ջերմաստիճանում է հարկավոր ջերմային մշակման ենթարկել։ Հիմա մենք վերցնում ենք հավիկին, մեր հավիկը մոտ 3 կիլոգրամ է, դնում ենք 3 կիլոգրամ
Եվ խնդրեմ, այն հուշում է 190 ջերմաստիճանում հարկավոր է եփել 3 ժամ։ Թող տաքանա։ Իսկ մենք դեռ անելիք ունենք։ Վերցնում ենք թանձիվ, փոքրիկ կաթսայի մեջ, հալեցնում ենք կարագ, հենց կարագը հալվեց, ավելացնում ենք սպիտակ գինի։ Մոտ 1 բաժակ։ Լցնենք հենց այդ համեմունքի ամանի մեջ։ Թող համեմունքն էլ իր համը տա։ Տեսնենք, ոնց այսպես փռել ենք ուրան։ Փաստորեն 4 տակ։ Թրջում ենք թանձիվը։ Թեթևակի քամում եւ փռում հավիկի վրա։ Հարկավոր է ծածկել նրան։ Վերջ սա ուղարկում ենք ջեռոցը։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ 190 աստիճան ջեռոցում հարկավոր է եփել 3 ժամ, բայց ամեն 30 րոպեն մեկ հարկավոր է ցողել սոուսով։ Այսպես բացում ենք եշլիցը, ցողում ենք եւ ուղարկում ենք այդ 3 ժամ։ Իսկ մինչ այդ կպատրաստենք խավարտ հավիկի համար։ Պարզագույն խավարտ ենք անելու կարտոֆիլով եւ խնձորով։ Ինչ տապակը կտաքանա, մի քանի կաթիլ ձիթայող կլցնենք և կմշակենք խնձորը։ Հեռացնում ենք սերմնատուփը։ Կարելի է կլպել։ Ցողում ենք կիտրոնի հյութով։ Եվ թողնում։ Կտրատենք կարտոֆիլը, կարծում նույն չափերի։
Տապակում ենք այնքան, մինչև թեթևակի կեղև կապի։ Կարմիր կեղև կապելուց հետո ավելացնում ենք խնձորի շերտերը։ Համեմում ենք շաքարավազով, խոշոր աղով, կարմիր կծու պղպեղով, շատ քիչ դարչին, սև պղպեղ ենք աղում վրան, գինի, կարմիր չոր գինի։ Կրակը իջեցնում ենք, ծածկում ենք կափարիչով, թողնում ենք շոգեխաշվի, տեսնենք ինչ է կատարում հավիկի հետ։ Ցողելու ժամանակն է։ Շատ քիչ թողնենք սոուսից, որպեսզի վերջում թրջենք թանձիվը, կարողանանք հանել վրայից, այլապես կաշին հետը կհանի։ Վերջ, խավարտը պատրաստ է, հավիկը հենց պատրաստ եղավ, միասին կմատուցենք։ Ջեռեփուկ հավ։ Թասի մեջ քարի, ուրց, ցիտրոն, կարմիր կծու պղպեղ, քաղցր պղպեղ, աղ, բահար, մանր կտրատած սխտոր, հալեցրած կարակ, յուղ, ձիթայուղ լցնել, խառնելով տրորել։ Սա հավը վրայից համեմելու համար է։ 3 գլուխ սոխ խոշոր կտրատել, 4 մասի կտրած կես կիտրոն, 1 պճեղ սխտոր ավելացնել, համեմել աղով, սև պղպեղով, բահարով, կարմիր քաղցր պղպեղով խառնել։ Տապակի մեջ բալի կամ այլ պտղատու ծառի լվացած ճյուղեր դնել, քիչ ջուր լցնել։ Հավի որովայնի խոռոչը լցոնել սոխի խճողակով։ Ճաշի գթալի օգնությամբ կաշին որովայնի ներքևից սկսած զգուշորեն անջատել, ապա առաջացած խոռոչում համեմված կարակ դնել, տարածել։ Մնացած կարակով հավը բոլոր կողմերից օծել, ապա թևերը ետ ծալել, ոտքերը կապել, հավը դնել տապակի մեջ, ռոզմարինի ճյուղ դնել։ Ջեռոցը միացնել 190 աստիճան։ Փոքր կաթսայի մեջ կարակ հալեցնել, սպիտակ գինի լցնել, կրակից վերցնել, ապա 4 տակ արած թանձիվը թրջել այս սոուսով, տարածել հավի վրա, պետք է հավը լրիվ ծածկված լինի։ Տապակը դնել տաք ջեռոցը, 30 րոպեն մեկ ցողել նույն սոուսով։ Հավի քաշից կախված եփել 2.5-ից 3 ժամ։ Կլպած եւ կտրատած խնձորին կիտրոնի հյութ ցողել մի կողմ դնել։ Նույն չափի կտրատած կարտոֆիլը ձիթայուղով տապակել մինչև կարմիր կեղև կապի։ Ավելացնել խնձորի կտորները, համեմել շաքարավազով, խոշոր աղով, կարմիր կծու պղպեղով, մի քիչ դարչին, սև պղպեղ շաղտալ, կարմիր գինի լցնել, կրակն իջեցնել, շոգեխաշել։ Մատուցել հավի հետ իբրև խավարտ։ Համեմունքը տեղն է։ Կարևոր չի ամանորի սեղանին
հավ ենք մատուցում թե ձու։ Կարևորը դրա մասին չիմանա աքաղաղը։ Այսօր էլ այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։